Ողջույն սիրելի հայրենակիցներ, նոր ու հետաքրքիր տեսարժան վայրերի, հնամենի հուշարձանների ու պատմական կոթողների որոնումներով եթերում ձեզ հետ է պատմության վկաները հեռուստանախագիծը։ Մենք այսօր կրկին ուղևորվելու ենք Արևմտյան Հայաստան, մեր պապերի պատմական հայրենիք։ Այս անգամ դեպի թաքնված վկայությունները տանող ճանապարհները մեզ կտանեն դեպի Վանալճի շրջակայքը, համաշխարհային քաղաքակրթության նվիրական մի բնօրրան, որ նվիրական է հատկապես մեզ հայերիս համար, չէ՞ որ այստեղ է մեր ժողովրդի ամենապաշտելի սրբավայրերից մեկը, Աղթամարն իր սուրբ խաչով։ Վանում հետաքրքիրն ու տեսարժան ամենուր է, ամեն քայլափոխի, եւ դա հատուկ է պատմական հարուստ անցյալ ունեցող բնակավայրերին, այնպես որ դեպի Վան։ Վան այցելող հազարավոր հյուրերի համար սա նախ եւ առաջ հնավայր է, պատմություն, մի հնամենի բնակավայր, կապված Շամիրամի, Մենուայի, Արգիշտիի եւ Սարդուրի հզոր տիրակալների անվան հետ։ Քաղաքի գլխով հազարամյակներ են անցել վայրկյանների պես, ինչեր ասես, որ չեն եղել, եւ այդ ամենի միակ լուռ վկան մնացել է Վանի ամրոցը։ Այսօր արդեն որպես հուշարձան, անցյալի դաժան հարվածներից վիրավոր ու բզկտված։ Արյունակամ զինվորի պես ուժասպառ, սակայն հպարտ, ինչպես ծեր առյուծը։ Վանի բերդը։ Մի քանի շարքով ձգվող անառիկ պարիսպները շատ երկար ժամանակ անառիկ են պահել ամրոցը, որը բարձունքից պահապան հրեշտակի պես պաշտպանել է քաղաքը բոլոր վտանգներից։ Շրջակայքի վրա ամենալայն համայնապատկերը բացվում է բերդի տարածքում կանգնած մինարեի գագաթից, ուր կարելի է հասնել դեպի վեր պարուրաձև պտտվող նեղլիկ աստիճաններով։ Մեր առջև Վանն է, իր ողջ հմայքով։ Ստամբուլի Բոսֆորի նեղուցի շրջակայքով Թուրքիայի մասին կարծիք կազմածների համար պետք է ասեմ, որ Վանն այնքան էլ նման չէ բազմամիլիոնանոց Ստամբուլին, ընդհակառակը, ես կասեի բավականին տարբեր է։ Ամենակարևոր տեսարժան վայրն այստեղ եղել եւ մնում է բերդը, որը մագնիսի նման դեպի իրեն է ձգում տուրիստական խմբերին։ Այս երիտասարդները տարբեր երկրներից են, եւ բերդը նրանց հետաքրքիր է միայն որպես հնավայր։ Հաջորդը ամրոցի ստորգետնյա հատվածն է, կամ ինչպես այստեղ են ասում, դամբարանները։ Այս ծավալուն քարանձավները բնական ժայռերի մեջ փորված հսկայական խոռոչներ են, որոնք հնում հանդիսացել են արքաների, իշխանազունների և բարձրատոհմիկների հանդերձյալ բնակարանները։ Դրսից դրանք ուղղահայաց վիթխարի ապարաժներ են, հավանաբար օդափոխության համար արված փոքրիկ պատուհանաձև բացվածքներով։ Իսկ իմ գլխում անընդհատ մի միտք էր պտտվում։ Հետաքրքիր է, տեսնես տեղացի գիդերը այցելուներին ինչպես են ներկայացնում Վանի բերդը։ Ովքեր են այն կառուցել, ինչ մշակույթ է սա, երբ եւ ինչպես է ամայացել եւ այլն։ Ամեն ինչ այն է, ինչ կա,
Սա տուրիստական երկիր է, անչափ գրավիչ պատմական հուշարձաններով, որոնք անվերջանալի հետաքրքրությամբ զննում են բոլոր տուրիստները։ Իսկ իմ հոգին չգիտես ինչու մի պահ թախիծով է լցվում։ Երևի այն պատճառով, որ ամեն ինչով հանդերձ ես նաև հայ եմ։ Եվ իրենց մեջ պատմական առեղծվածներ ու իրադարձություններ կրելուց բացի, այս պատերն ինձ համար նաև սրբազան մասունքներ են, նախնիների կորսված ժառանգություն։ Շեղվեցի։ Իմ զգացողություններն այս պարագայում այնքան կարևոր չեն, որքան Վանի բերդի ուսումնասիրությունը, իսկ դիտարժան բաներ այստեղ դեռ շատ կան։ Դժվար է ասել, քանի սերունդ է որցակարի վրա անմահացրել գլխով անցածը, բայց այն ժամանակների համար նման ծավալի փորագրությունը կարծր ժայռի վրա ուղղակի անհավանական է թվում։ Նկատի ունեցեք, այս ամենը արվել է հատիկ-հատիկ, ձեռքով, դժվար պայմաններում, առանց որևէ մեխանիզմի և նույնիսկ ամուր պողպատե գործիքների։ Դահլիճի մուտքի վրա ժայռը ծածկված է սեպագրերով, որ արտացի արքաները դրանցում հաղորդում են իրենց հաղթանակների, երկիր բերածավարի, անասունների ու գերիների մասին։ Շնորհակալություն են հայտնում աստվածներին իրենց հաջողություն պարգևելու համար։ Ամրոցի ներքևում հին վանն է, հայկական թաղամասը, որը առավել հայտնի է որպես Այգեստան։ Համաձայն ավանդության հենց այս թաղամասում է կառուցված եղել Շամիրամի ամառանոցը։ Նախքան եղերնը սա Վանի ամենազարգացած թաղամասերից է, իր եկեղեցիներով, մզկիթով, դպրոցներով։ Այգեստանում են գտնվում անգլիական, պարսկական, ռուսական և ֆրանսիական հյուպատոսարանները, բողոքական հայերի դպրոցն ու որբանոցը։ Այդ մասին շուրջ 100 տարի պատմում են միայն հին Այգեստանում հանդիպող երբեմնի շքեղ առանձնատների մնացորդները։ Ամայի տարածք, փոշոտ ճանապարհ, լքված ավերակներ, բայց այնուամենայնիվ խորհրդավոր ու նվիրական։ Ինչպես հոգևոր զգացմունքները, ճանապարհին մեզ պատահական հանդիպած այս մահմեդականի համար, որ ազանի կանչից հետո պատրաստվում է իր ամենօրյա նամազի ծեսին։ Իհարկե նա բնավ մեղք չունի, որ իր նամազն անում է խոնարհված, ամենայն հավանականությամբ քրիստոնեական տաճարի դիմաց։ Պետք է հարգել յուրաքանչյուրի դավանանքն ու հոգևոր նուրբ զգացմունքները, անկախ նրանից Քրիստոսն է նրա Աստվածը, Մուհամեդը թե Բուդդան։ Ինձ ոչինչ չէր մնում անելու, եթե ոչ հեռանալ, ընդմիշտ հիշելով նվիրականն ինձ համար։
Վանի հայկական Հայկեստանի երբեմնի փայլն ու վաղանցիկ փառքի մնացորդները։ Վանաբերդից մի փոքր դեպի հյուսիս, փոքր լեռնագոտու վրա, կա մի սրբազան քարաժայռ, որը ժողովուրդն անվանում է Ագրավու քար։ Ամուր որսաքար, որի ճակատին տաշված է լեգենդար քարանձավի քարանկյուն մուտքը։ Դրան ամբողջ մակերեսին վևեռագրեր են, որոնք ամենազորեղ տեղեկություններն են այն մասին, որ Ուրարտական պետությունն ունեցել է 79 աստվածություն։ Բայց կարծում եմ պատմական արժեքավոր այս հաղորդագրությունից առավել արժեքավոր է Ագրավաքարի լեգենդի միստիկ կողմը։ Հաղթահարում ես այս քարե սանդուղքը եւ հայտնում մի դռան մոտ, որից այն կողմ բանտարկված է փոքր մհերը։ Վանի թագավորության շրջանում սա դարձել է գլխավոր Խալտ Աստծո պաշտամունքային վայրերից մեկը։ Ավանդության համաձայն ամեն տարի համբարձման ու վարդավառի գիշերը, երբ երկինքն ու երկիրը համբուրվում են, մհերը իր հրեղեն նժույգով դուրս է գալիս, շրջում երկնքում եւ երկրում։ Չէ, չստացվեց, դուռը չբացվեց։ Ավանդության ճշմարտացիության մեջ համոզվելու համար այստեղ պետք է գալ այդ տոներից մեկի ժամանակ։ Վանա լճի և Վանա քաղաքի պատմությունն այնքան ծավալուն ու բազմաշերտ է, ինչքան երևի թե ձգվում է հայկական լեռնաշխարհի քաղաքակրթությունը։ Պատմական Ախթամար կղզին ցամաքից գտնվում է ընդամենը 3 կիլոմետր հեռավորության վրա։ Միջնադարյան հայկական ճարտարապետության հուշարձան Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է Վանի թագավորության ժամանակաշրջանում 915-ից 921 թվականների Գագիկ Արծրունի թագավորի իշխանության տարիներին։ Այժմ մենք ուղևորվում ենք հենց այնտեղ։ Ախթամար, Սուրբ Խաչ, աշխարհում չեք գտնի մի հայ մարդու, ում համար այս վայրը սրբության սրբոց չէ։ Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է խաչվերած տոնը, որը առանձնահատուկ է նշվում այն եկեղեցիներում, որոնք կրում են Սուրբ Նշանի անունը։ Մեր այցելությունը համընկավ Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու հանդիսավոր պատարագի հետ։ Գնանք եւ մասնակցենք այդ պատարագին։ Ամեն ինչ տեսած այս պատերի մեջ վաղուց չէին հնչել պատարագի հոգեթով հնչյունները։ Այսօր տաճարը կարծես վերագտել է իր հնամենի փառքը, խորանին գանված հավատով լի աչքեր, աղոթքի սրբազան շշուկներ ու
թափանցող լույսի մեջ տարածված աստվածային խնկաբույրը, որ բուժում է խռոված բոլոր հոգիները։ Պատարագից հետո, եթե նույնիսկ արդեն դուրս ես եկել եկեղեցուց, սրբազան արարողության տպավորությունը միառժամանակ դեռ ուղեկցում է քեզ։ Մանավանդ եթե Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ես ու ճակատագրի բերումով ազգությամբ հայ։ Այսպիսի մտքերով էի պարուրված, երբ հանկարծ այ քեզ անակնկալ, հարազատ դեմք, մեր խմբի Արցախի մտերիմ ընկերը, Ղարաբաղցի արծիվը, որ մի քանի օր շարունակ մեր ուղեկիցն էր Արցախի ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Շատ հավատացյալների պես մեր ընկերը նույնպես ուխտի էր եկել Սուրբ Խաչ։ Սակայն հետաքրքիրն այն է, որ նույն օրը, նույն ժամին մենք միասին էինք այստեղ։ Երևի սրա մեջ խորհրդանշական մի բան կար։ Արցախցի արծիվը Արևմտյան Հայաստանում։ Տաճարի շրջակայքում տոնական մթնոլորտ էր։ Երևանից ժամանած ակունք ազգագրական համույթը իսկական համերգ էր կազմակերպել։ Իսկ Աղթամարում ինչքան էլ մնաս ժամանակը քիչ է թվում, տեսնելու այնքան բան կա։ Երևի հենց սահմանափակ ժամանակն էր պատճառը, որ որոշեցինք նավակ վարձել և ամբողջական պտույտ գործել կղզու շուրջը։ Լճի տարբեր հատվածներից Աղթամարն ավելի խորհրդավոր է դառնում։ Չգիտես ինչու հենց այստեղ ես հիշում Աղթամարի հին ու գեղեցիկ լեգենդը, չքնաղդի ծուհու և անուն սիրո Խավար ծովում մոլորված պատանու մասին։ Աղթամար անվան շուրջ կան բազմաթիվ տարբերակներ։ Այդ տարբերակներից մեկի համաձայն ժամանակին այս կղզու վրա ապրող գլխավոր քահանան շատ գեղեցիկ աղջիկ ուներ Թամար անունով, որի գեղեցկության մասին լեգենդներ էին հյուսվել։ Կղզու շրջակայքում գտնվող գյուղերի հովիվը, որը մահմեդական էր, սիրահարվում է այս երիտասարդ աղջկան։ Երիտասարդը Թամարի հետ հանդիպելու համար ամեն գիշեր դեպի կղզի է լողում։ Թամարը գիշերվա մթության մեջ իր տեղը հայտնի դարձնելու համար հովվին սպասում է լապտերով։ Սրա մասին տեղեկանալով աղջկա հայրը փոթորկոտ մի գիշեր լապտեր վերցներով կղզու ափ է իջնում և անընդհատ իր տեղը փոխելով պատճառ է դառնում, որ երիտասարդը պարապ տեղը լողա և իր ուժը կորցնի։ Լողալուց ուժասպառ երիտասարդ հովիվը վերջին շնչով բացականչում է. «Ախ, Թամար, Թամար» և խեղդվում։ Այս լսելով աղջիկը անմիջապես նրա հետևից լիշն է նետվում։ Եկեղեցուն մոտենալով հասկացանք, որ պատարագն ավարտվել է, ուխտավորները վերադարձել են ափ։ Իսկ կղզում մնացել ենք մենք, Սուրբ Խաչի հետ մեն-մենակ։ Այո, միայնակ, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հետ։ Պատմաբան Անրեդգեյտը իր հայերը գրքում գրում են, որ հայոց թագավոր Գագիկը այս եկեղեցու կառուցման համար շրջագայքի բոլոր երկրներից հրավիրել է արքունի ճարտարապետների և վարպետների։ Տաճարը դրսից քանդակների իսկական պատկերասրահ է։ Եկեղեցին շրջագծված է քանդակազարդ 6 գոտիներով, որոնք փառաբանում են արաբական խալիֆաթի դեմ հայ ժողովրդի պայքարը, քրիստոնեությունը, արծրունյաց տան մեծերին և հասարակ ժողովրդի խաղաղ աշխատանքը։ Հետաքրքիր է նաև այն, որ քանդակային ժապավենների վրա պատկերված են նաև նախաքրիստոնեական հայտնի դրվագներ, ինչպես Հովանից ով նետվելն ու հրաշքով ազատվելը, Դավիթն ու Գողիաթը, Սամսոնը, Ադամն ու Եվան և այլն։ Ներսից աղոթարանի և գմբեթի պատերն ամբողջությամբ զարդարված են եղել աստվածաշնչյան դրվագներ պատկերող որմնանկարներով, որոնցից անողոք ժամանակն ու մարդկային ավերիչ գործոնը
միայն կծկտուր հատվածներ է թողել։ Այսօր եկեղեցին գործում է որպես թանգարան։ Թուրքերեն եւ անգլերեն լեզվով ցուցանակները պատմում են երկու հայ եւ թուրք ժողովուրդների համատեղ երջանիկ կյանքի արդյունքում ստեղծած գլուխգործոցի մասին։ Մենք հեռանում ենք աղթամարից մի տեսակ կարոտը սրտում ու ոչ մի կերպ չենք կարողանում հրաժեշտ տալ Սուրբ Խաչին, որովհետև աշխարհում բոլորի համար սա գեղեցիկ ու տեսարժան վայր է միայն, բայց ոչ մեզ համար։ Մենք հեռանում ենք աղթամարից առանց հրաժեշտի, որովհետև գիտենք, նորից ու նորից այստեղ չվերադառնալ մենք ուղղակի չենք կարող։ Մեծ է պատմական Հայաստանը, ու երբ սկսում ենք ուսումնասիրել մեր նախնիների թողած մշակութային ժառանգությունը, կարծես ավելի է մեծանում։ Իսկ անցյալի հիշողությունը միշտ ստիպում է նորից վերադառնալ այնտեղ։ Այսպես որ սա դեռ սկիզբն է, իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք մի քանի օրից։ Մինչ նոր վկայություններ։